նշեցին Բարգավաճ Հայաստան Դիվանությունը Ացուլիկ Շեմը չեր հատի, միասնական մասով նշեցին, որ 3% հանրավար չէին կարողանա հավաքել, նաև Եղադրանը նշեցվեց այն մասով, որ հեղինակացնում են կառույցը, ինստիտուտը, ձեր ներկայացրած բողոքները, դիմումները ստեղծած զանգվածային նշույթ չեն կրել։ Տեսեք, մենք դիմում չենք ներկայացրել նրա համար, պնդելով, որ եթե ընտրությունների արդյունքները անվավեր չլինեին այնպիսին, ինչպիսին կան, մենք անցնում էինք խորհրդարան կամ չէինք անցնում խորհրդարան, մենք արձանագրել ենք խախտումներ, այդ խախտումները մեր համոզմամբ եղել են համակարգային։ Ընդ որում, էականորեն տարբեր է մեր ներկայացրած դիմումի բովանդակությունը այն առումով, որ հիմնական շեշտադրման անկյունակալը նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում տեղ գտած խախտումներն են եւ հատկապես իշխող ուժի կողմից թույլ տրված խախտումները, որովհետեւ ինչպես բազմիցս նշեցինք, այդ խախտումների արդյունքում չի ձևավորվել ընտրողների այն կամքը, որը որ կլիներ հավասար պայմանների դեպքում, այսինքն քվեատուփի, քվեախցիկի առաջ կանած ընտրություն կատարելիս ընտրողի վրա նախապես արդեն տեղի է ունեցել օրենքով արգելված ազդեցություն այն միջոցներով, որոնք որ մենք դատաքննության ընթացքում դատարանի առջև բարձրաձայնեցինք եւ ցավոք սրտի այդ կասկածները չփարատվեցին։ Ես կուզենայի անդրադառնալ շատ կարճ նաև եզրափակիչ ելույթներին պատասխանողների ու հարակից պատասխանողներից հակակոռուպցիոն կոմիտեն նշեց, որ համատարած խախտումներ են եղել ընտրակաշառքը ամբողջ Հայաստանում մեկ եղել, Երևան քաղաքում մեկ, եւ սա հենց փաստում է այն հանգամանքը, որ եթե եղել են նման խախտումներ, ուրեմն առավելապես պիտի ընտրությունները ճանաչվեն անվավեր։ Այսինքն փաստը ընդունվեց հենց հարակից պատասխանողի կողմից, էլ դրանից ավելի վառ ապացույց առայն, որ ընտրությունները պետք է ճանաչվեն անվավեր, ես կարծում եմ լինել չի կարող, որտեղ դրա մասին ամենայն դեպս հայտարարում է իրավասու մարմինը։ Ինչ վերաբերում է կենտրոնական ընտրական հանձնաժողովին, տեսեք, հանձնաժողովի անդամները ևս ընդունեցին, որ գեր ծանրաբեռնված են լինենք, լարված վիճակում են աշխատել, մեր համոզմունքն էլ է դա, եւ մենք դիմումի բացատրություններում, երբ որ ներկայացնում ենք մեր փաստարկները, շեշտադրեցինք, որ միգուցե հենց հանձնաժողովը չի ունեցել բավարար կարողություններ այդ ամբողջ խախտումները բացահայտելու, դրանց հրատապության կարգով անդրադարձ կատարելու, որտեղ եթե պետությունը չի կարողանում կազմակերպել ընտրությունները հավասարության ու ազատության սկզբունքների պահպանմամբ, արդյունքը լինում է այն, որ մենք հայտնվում ենք սահմանադրական դատարանում։ Այդ հիմնավորմամբ է, որ ընտրությունները պետք է ճանաչվեն անվավեր։ Դեռ հույսը պահպանվում է, որ սահմանադրական դատարանը կմնա իր բարձրության վրա եւ կարձանագրի, որ այն խախտումները, որոնք ներկայացվեցին բոլոր դիմումատուների կողմից, որոնք ցույց էին տալիս դրանց համակարգված եւ նաեւ համատարած բնույթը, ազդել են ընտրության արդյունքներին, կարող էին ազդել ընտրության արդյունքների վրա, սա հատկապես կուզենայի շեշտադրել, կարող էին ազդել ընտրության արդյունքների վրա եւ անվավեր կճանաչի ընտրության արդյունքը։ Քաղաքական դիվիդենդ շահելու համար սահմանադրական դատարան դիմելու մեջ։ Հիմա այս հայտարարության ինչպես կարձակագրվի եւ արդյոք դրանով նաեւ չի նսեմացվում երկրում սահմանադրական արդարադատության որևէ էական նշանակություն չէի տա այդ հայտարարությանը, որովհետեւ մենք բարձր դատարանի առջև ենք եւ այստեղ կարեւոր էին իրավական փաստարկները, ներկայացված ապացույցները եւ դիրքորոշումները։ Պարոն Դուրյան, հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի տեղակալը իր ելույթում ըստ էության գնահատականներ տալով նշեց, որ կողմերի ներկայացրած դատողությունները ուժեղ էին տեխնոլոգիայից ասած եւ նաեւ նշեց, որ եթե նշում են մասսայական ընտրակերպարություններ տեխնոլոգիայից կամ որևէ խնդիր եք տեսել, շփախում են բողոքները։ Դարձյալ գալիս ենք նույն խնդրին։ Քարոզարշավի ժամանակ, ընտրությունների ժամանակ քաղաքական ուժերի խնդիրը չէ յուրաքանչյուր եւ ամեն մի խախտման մասին գնալ ու բարձրացնել։ Սա պայքար է քաղաքական ուժերի միջև իրենց գաղափարների շուրջ։ Եթե պիտի քաղաքական ուժերն ու կուսակցությունները ընկած լինեն նախընտրական քարոզարշավի ժամանակ խախտումները բացահայտելու մեխանիզմները մշակելով եւ դրանք ներկայացնելով կներեք, բայց մենք գործ չենք ունենա այդ դեպքում ընտրությունների հետ։ Կուսակցությունները ուրեմն մի հատ պիտի ինչ-որ առանձին ստորաբաժանում ունենան, կիսա իրավապահ, ինչ-որ կվազի իրավապահ, որ համագործակցեն իրավապահ մարմինների հետ այդ խախտումները բացահայտելու։ Պետության ֆունկցիան է ստեղծել այնպիսի միջավայր, որը կապահովի սահմանադրության 7-րդ հոդվածով սահմանված սկզբունքների ներքո ընտրությունների իրականացումը։ Վերջակետ։
Կուսակցությունը կգտնի խախտում, դիմում կներկայացնի, չի ներկայացնի, դրանից խախտումը չի վերանում։ Այն, որ խախտում տեղի ունեցել է, բայց որևէ կուսակցություն դրա մասին չի նշել, չի նշանակում, որ խախտումը գոյություն չի ունեցել կամ չէր կարող ազդել ընտրության արդյունքի